Հոգեբանական խնդիրները կարող են բերել սրտային խնդիրների։ Այո, կարող են, նյարդային լարվածությունը կարող է եղած սրտային խնդիրները խորացնել կամ առաջացնել նոր սրտային խնդիրներ։ Մշտական հոգնածությունը սրտի հիվանդության նշան կարող է լինել։ Այո, կարող է։ Կարող է սիրտը հիվանդ լինել, բայց որոշ հետազոտությունները նորմալ ցույց տան։ Այո, կարող է։ Օրինակ սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ էկոգեն եւ էխոսրտագրությունը կարող են լինել նորմալ, բայց պացիենտը ունենա կորոնար անոթների հիվանդություն։ Սուրճը վնաս է սրտի համար։ Հիմնականում ոչ, երբեմն կարող է պոտենցիալ սուրճը արիթմիաների առաջացմանը։ Վահանաձև գեղձի խնդիրները միշտ սրտի ռիթմի խնդիրներ են առաջացնում։ Գրեթե միշտ։ Դեղերը կարող են թաքցնել սրտի իրական խնդիրները հետազոտության ժամանակ։ Երբեմն այո, կարող են։ Եթե ձախ ձեռքս թմրում է, դա սրտի խնդիր է։ Կարող է լինել։ Եթե ունեմ սրտային խնդիր, կարող եմ հանքային ջուր օգտագործել։ Հիմնականում ոչ, որովհետև հանքային ջուրը բարձրացնում է եւ զարկերակային ճնշումը եւ բերում է հեղուկների պահմանը օրգանիզմում։ Զարկերակային ճնշման տատանումները վտանգավոր են։ Հիմնականում ոչ, դա նորմալ է, երբ որ ճնշումը տատանվում է օրվա մեջ տարբեր իրավիճակներում, բայց երբեմն կարող ենք ունենալ շատ բարձրացում, այսպես կոչված հիպերտոնիկ կրիզ, որը իհարկե վտանգավոր է։ Պարտադիր է պահպանել դեղորայքայի ընդունման ժամերը։ Հիմնականում ոչ, կարևոր է այն օգտագործել, բայց մեծ մասը սրտային պրեպարատների 24 ժամյա ազդեցության են։ Շնորհակալություն։